ճշտեցիք ձեզ համար, ինչ էին Ոչ մի նոր հանգամանք չկա, Ժորժ ջան, ոչ մի նոր հանգամանք գոյություն չունի։ Մյուս կողմից ասում էին ստանդարտ տեքստեր, օրինակ կալանավորման հիմքերի մասին, օրենսգրքով գրված ստանդարտ տեքստեր։ Ուրիշ բան չկա սրա մեջ։ Որևէ հիմնավորում, որևէ տվյալ այն մասին, որ Արշակ Սրբազանը կատարել է ենթադրյալ հանցանք չկա։ Կա ենթադրություն հենված ինչ-որ տվյալների, հենված ինչ-որ տվյալների վրա, որոնք ինքնին արդեն նորմալ տվյալներ չեն։ Սա հաստատվեց, դատարանում հաստատվեց, որ չկա որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է այդ իրեն վերագրվող հանցավոր արարքները։ Այլ կա ընդհանրապես ենթադրություն։ Լավ, Մասիս Մելքոնյանը ինչ դիրքորոշում էր, նա չեմ կարծում, որ լրիվ ըմբռնած լինեք իր դիրքորոշումը, ամեն դեպքում հարցադրումները չէր ուզում ճշտել այդ հերթապահ հայտարարություններից մյուս կողմի։ Ոչ մի հարց չի տվել, որևէ հարցադրում չի արել։ Բայց ասում է, չէ, որոշումը։ Լավ, տրամադրությամբ էր արտնացել, որ ոտքի վրա գոնե դիմա։ Չեմ հարցրել։ Որոշումը կա ուղղակի։ Դե նոր բան է, ասենք դա իրավաբանությունը ստեղ կա։ Բայց հնարավոր է, որ ինաչափություն չլինի այս անգամ, չէ՞, բացառություն լինի, որովհետև Արշակ Սրբազանն էլ տես մի բան ասեց, ոնց որ ինքն է դերման լավատես է, բայց ես որպես ճանաչող, որպես փաստաբանությամբ մի քանի ժամ, մի քանի տարի զբաղվող հստակ ասում եմ, որ չկա։ Իսկ ո՞նց է իրանցքում, որովհետև տարբեր շրջանակներից տեղեկություններ ունենք, որ ինքը առողջական խնդիրներ էլ ունի։ Այս պահին ինքը ո՞նց է իրանցքում։ Շատ լավ է այս պահին, դեղ ընդունում, առավոտյան իր դատարանին նաև տեղեկացրեցինք, տվեցինք, առողջական վիճակը նորմալ է։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդիրների մասին է խոսքը առողջական։ Առողջական խնդիրները ընդհանրապես չեն բարձրաձայնում, չկա առանձնապես ոչ մի լուրջ խնդիր։